ապա կարող ենք համարել վիճաբանություն։ Չէ, մեր հետ չէր ընդդիմադիր որոշ անդամների Ոչ, որևէ վեճ տեղի չի ունեցել եւ եթե դուք նայել եք ձայնագրությունը, ապա տեսած կլինեք որ չկա վեճ։ Կա հարց եւ տրվել է պատասխան, այսքան։ Եվ դուք ակտիվորեն այս օրերին ձեր Facebook-յան էջում առանձին կտորներ եք, հա, հրապարակում քննչական կոմիտեի մոնտաժված ձայնագրությունից, կարծես արդեն դատավճիռ է, հա, կայացված հարուցված քրեական վարույթի վերաբերյալ, նման տպավորություն եք ստանում։ Դա ձեր տպավորությունն է։ Եթե դուք որպես ահաբեկիչ եք ներկայացնում մի բան, որը դեռևս գոնե դատարանով ապացուցված չի։ Կներեք, կանխված ահաբեկչական ակտը կարծում եմ պետք է դատապարտվի ոչ միայն մեր կողմից, այլ նաև ձեր կողմից եւ մեր լրագրող գործընկերների կողմից, ընդդիմության կողմից եւ մենք ցավոք դա չենք տեսնում։ Ընդդիմադիր թույլ տվեք ավարտել։ Չենք տեսնում մեր ընդդիմադիր գործընկերների կողմից եւ շատ հաճախ նաեւ մենք չենք տեսնում նաեւ մեր լրագրող գործընկերների կողմից։ Իսկ երբևէ չեն նախաքննությունը ավարտված չէ եւ դուք նաեւ կա ձայնագրություն քննչական կոմիտեի որը հարց է ինչպես է ձեռք բերվել եւ արդյոք իրական է թե ոչ նույնիսկ։ Փաստաբանը, եթե չեմ սխալվում, հաստատել է, որ ձայնագրությունը թույլ տվեք ավարտել։ Փաստաբանը վերահաստատել է, որ տվյալ մարդու ձայնն է եւ չկա որևէ այլ միջամտություն, հետեւաբար այն ինչ գոյություն ունի, անկախ նրանից տարբեր հատվածներ են թե ոչ, նույն օրն են այդ ձայնագրությունները արված կամ ձայնագրվել են նույն օրը կամ տարբեր օրեր, դրանից իրավիճակը չի փոխվում եւ դրանից գործողությունների պլանը չի փոխվում, հետեւաբար այն ինչ մեզ հայտնի է, դա դատապարտելի է եւ որևէ դեպքում չպետք է թույլ տալ հոկտեմբերի 27-ը կրկնվի կամ հոկտեմբերի 27-ից ավելի վատ իրադարձությունների ականատես մենք մեր օրերում լինենք եւ այն ինչ կանխվել է, կարծում եմ շատ կարևոր է մեր պետության անկախության, մեր պետության ինքնիշխանության, մեր պետության ազատության համար։ Համեցեք։ Գլխավոր դատախազությունը եւ իրավապահ համակարգը այո ձեր լրատվականներ գրել որ մենք ես ավականու անդամների հետ դրսում վիճաբանություն եմ ունեցել, որը իրականությանը չի համապատասխանում, տեսանյութ կա, որտեղ ես պարզապես խոսում եմ ավականու անդամների հետ եւ առողջ քննարկում կա եւ խնդրում եմ որ այդ առողջ քննարկումը հենց այդպես ներկայացնեք